Սիրված դերասանուհի Ռոզա Դևթյանն ինստագրամյան հարթակում շարունակում է ակտիվություն ապահովել։ Դերասանուհին ժամանակ առ ժամանակ հրապարակումների տեսքով ցույց է տալիս իր առօրյան, իր աշխատանքային գործունեությունը եւ այդպես շարունակ։ Ընդամենը օրեր առաջ Ռոզա Դևթյանի ընտանիքում կորուստ տեղի ունեցավ, մահացավ նրա պապիկը։ Նա մի քանի տխուր հրապարակում էր արել իր պապիկի մասնակցությամբ, այդպիսով արտահայտելով իր ցավը։ Այնուհետև մենք հանդես եկանք ուրախալի լուրով այն մասին, որ Ռոզա Դևթյանը պատրաստվում է մայրանալ։ Այս մասին մեզ տեղեկացրել էին մեր հետևորդներից մարդիկ, դե իսկ Ռոզան տվյալ թեմայի վերաբերյալ որևէ հրապարակումով հանդես չի եկել։ Փոխարենը երեք դերասանուհին ինստագրամյան հարթակում նոր կոնտենտով է ներկայացել, ցույց տալով, թե ինչ առևտուր եւ ինչ գնումներ է կատարում ինքն իր տան համար։ Ներկայացնում ենք Ռոզա Դևթյանի անբոքսինգը, հաջորդիվ ձեր ուշադրությանը։ Ֆոյի կոնտենտը հիշեցին։ Դուքնացամ շոկ իրականում։ Ունենք երկու տոպրակ եւ նվեր, սա վերջում կբացենք։ Ջուր։ Իմ սիրելի ջուրն է, կստացի, կրեյկերներ, առաջին անգամ եմ վերցրել, տուկ վաղ նկարահանման հետ ստանեմ, սուրճ, առանց շաքար կոնֆետներ, յոգուրտ, սուբլիմիրованные ֆրուկտը, պանրիկ, անկեղծ ես հիմա գիտակցում եմ, որ գովազդ եմ անում, բայց այնքան ի սրտա եմ ասում, որ մանկությունից ի վեր այս իմ ամենասիրելի պանրիկն է, տուկ, երկու հատ նմանատիպ բան եւ արիախ, անգաջի չոպիկներ, լվացքի հեղուկ, սառնարանը մաքրելու նյութ, անձեռոցիկ, զուբնայա պաստա եւ այս ախտահանող նյութ։ Անցնենք նվերներիս։ Տեսամ, որ նկարահանում եմ անում եւ ինձ նվերներ տվեցին։ Ուրեմն սրանք նոր սուրճեր են, փորձեմ եւ կասեմ։ Այստեղ մի հատ էլ էս գույնը կա։ Երեք փոքրիկ այսպիսի կոնֆետիկներ, կստացի շատ հետաքրքիր են իրանք, եկեք փորձենք։ Սենց կոնֆետներ են, բայց we will try now։ Մեջը սուրճի հատիկ է։ Ովքեր սուրճ շատ են սիրում, կգնահատեն։ Այսպիսով ես ռոկֆորը գնահատում եմ 10-ից 10 եւ դառնում եմ նրանց մշտական հաճախորդը։ Իմ գեղեցկուհի, իմ սիրտ։ Գնում ենք կինո, վայ, անդո, ես տատին, պապին։ Այս վիդեոն նրա մասին է, թե ինչքան անկեղծ եմ ես իմ լսարանի հետ։ Կարակ գուշակեք, որտեղ է այդ անկեղծությունը հիմնականում երևում։ Ասացի լավ, առավոտ արթնանամ, սենց ինչ-որ վիդեո նկարեմ, որը դուք արդեն տեսաք։ Ու սենց մտածեցի, բայց ես ինչի պիտի մազերս ուրիշ ձև անեմ, ես սենց կսարքեի ես կոֆեն, ես ան կոֆեն։ Նարնջի թարմ քամացյութը, դրա համար տենց էլ թողեցի, որ հանկարծ ինչ-որ սխալ կարծիք չձևավորվի ձեր մոտ։ Ասեմ, նարնջի թարմ քամացյութն էլ մաքսիմալ անհամեր։ Հենց որ չնախանձեք։ Իսկ հիմա եկեք գուշակենք, թե ուր եմ ես գնում։ Թողնում եմ պատուհան, մինչև դուք ձեր տարբերակը գրեք, կամ էլ նշովի տարբերակ, մինչև նշեք, ես կգնամ արդեն կպատրաստվեմ և ցույց կտամ, թե ուր եմ գնում։ Այստեղ խառն ենք, այսօր, այո, աստղերի հետ ենք նկարահանման, աստղջան բարև, աստղջան բարև, լիքը աստղեր, այո, երեխեք ջան, Ռոզան ծնենց գաղտնի է պահել, իր երեխուն գաղտնի է պահել ձեզանից, այո, Սիրիլ է քեզ, ուժս,
հաճելի խառնենք։ Գնում ենք այրոպորտ, Սուսիկին ու Ալային դիմավոր ենք, տեսեք Սուսի առաջին բուկետիկն է, ենքան սիրուն է ստացվել, սա էլ մեծը, մամային և աղջկան նույն բուկետիկներից, շատ սիրուն է, շատ շնորհակալ եմ, կնշամ էջը որտեղից եմ պատվիրել, իրանք իմ բոլոր մտահաղացումներն իրականացնում են։ Բարի լույս, այսօր վերջապես իրական բարի լույս եմ ասում, ոչ թե ժամը 1-ին, գնում եմ նկարահանման, մի քանի նկարահանումներ ունեմ, հետո ատամնաբուժարան պիտի գնամ, հետո էլ ծննդի եմ, так что բոլորիս լավ օր։ Իրականում ինչ տեսք եմ ունենում ես։ Սիրուն սանց պատրաստված բան վիճակները մնաց տան հանարը։ Շատերիդ հետաքրքիր է ինչի եմ ես նորից հանձնում քննությունը, ասամ ես մասով, որ ես հանձնել եմ 2 տարի առաջ, դրանից հետո 3 անգամ գործնական քննությունը կտրվեցի, որովհետև փակ պլաշատկայում էի հանձնում և վարել էլ նորմալ չգիտեի, նորմալ վարողներն էլ այդտեղ չէին կարողանա հանձնել, 3 անգամ կտրվելուց հետո մի տարի ժամանակ անցնում է և կարծեմ մի տարի և անվավեր է ճանաչվում նաև ձեր տեսական քննությունը, ես հանձնել էի 3 օր պարապելով, 19 թե 18 հավաքելով առաջին անգամից։ Հիմա անվավեր ճանաչվեց, մի տարի ես ոչ մի բան չարեցի, նորից պիտի գնամ տեսականը հանձնամ, որ հետո էլ արդեն անցնեմ գործնականին։ Ատամնաբուժարանը ես օր գնացել, ես մի կողմից լրիվ թմրած է, խոսելուց էլ կնկատեք, դուրս եկա ատամնաբուժարանից մոտեցան նկարվելու, հիմա ոչ կարողանում եմ ժպտամ, ոչ չժպտալն է ճիշտ, սենց բերանից փակում եմ մի խոսքով դեմքս թեքում եմ, չգիտեմ նկատեցին, չնկատեցին, չնայած մի հատ էլ հասատ անմոտ շենքի մոտ մոտեցան նկարվելու, ինքան վատ եմ ինձ զգում, երբ որ ես ատամնաբուժարանից դուրս եմ գալիս, իսկ ես վերջին մի քանի շաբաթում ես ամբողջ օրն ատամնաբուժարանում եմ ու այդ իրավիճակում եմ հայտնվում, հենց հիմա դեմքս ծուռ է ու ես ոչ մի բան չեմ զգում, լավ ինչով է այսօր նաև ներկայացման եմ 7 անցիկ ես հրավիրված, գուշակեք ինչ ներկայացման և չգիտեմ այս ձևով ոնց չպարվեմ։ Այն սանց կցել եմ, ինչ ես սարքում։ Սարքում եմ իրով, Ինչով։ սիրտդ ինչով որոզիմ։ Լավաշով։ Հումորով ու մեկ նման։ Մայրիկիս։ Այս զրզմփա Այս տանջակի զրզմփա ապարատը վերել է, որ պիրոտ սարքի։ Ուզում եք ռեցեպտն ասեմ, դուք էլ սարքեք։ Կասեցնամ գաղտնիքները։ Չէ։ Կարոքարության կամ եմ տենում, որ ձորք են։ Որ հարմ է մեջ։ Հետո 5 ձույ աստեղ լցրել, այդ կարաքը լցնելու է սրա մեջ, հետո կարաքը ավելացրեցինք, ինչին, խոսամա, ես չգիտեմ ռեցեպտը, դու պիտի ասած, ձվին, կադրս ինչ փչացնում է, ձվին ու ինչին, Տեսակին, հետո ձետ ու կարակ։ Ոստեղ մաման ինչ-որ ճաշ է պատրաստել, այդ ճաշն ավելացնելու։ Ինչ է, այդ ճաշի մեջ ինչ է։ Քացախ տնდորին։ Մի րոպե, ինը սմետանի քացախ է։ Չէ, հիմա քացախ ենք ավելած։ Բայց ես ինչ է, սմետանու ինչ։ Սոդա։ Սոդա, բա մածուն։ Մի դթարել մածուն։ Ու հիմա է քացախ։ Ահա։ Ու հիմա Քացախ տնդորին։ է քացախ։ Ահա։ Ու հիմա է քացախ։ 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 Ու հիմա է քացախ։
Վա։ Այդքան քացախոր լցրեցիր։ Մամ, հետո։ Ինչ ես պատրաստում։ Ասա։ Ասեմ, մամայի հետ ոնց ես խոսում, մամայի հետ Հիմա ես գցեմ մեջ։ ասում Մարիա քուրիկա հետ մամային է, մամա շուտ արա Այ։ Դե ասա հետո։ Ավելացրեց Սմետան Մածուն Կալաբարացյան։ Всё, հիմա հարում ենք ու դնենք դուխովկա, բալյուր։ Իբր ինքնասարքում էլի սաղ ռեցեպտը ես ասեցի։ Հիմա խնձորն ավելացնում ենք պիրոգին։ Ով ինչ կարա զարկում է։ Անդեն ուշա։ Կարող ես խնձոր պիտքա վերջում շարենք։ Ոչ։ Մամ, ես ինչ է։ Մամ, դե խոսա։ Մամ, ինչ ես։ Աղցան։ Ինչով։ Ծիրանի կուտ, չիր, սալորի ու բծիրանի, վառացա, հա, ու խնձոր, չէ։ Լավ էլ պատրաստինի ցույց կտամ։ Մամ, ընտիր ա եղել, բոլոր խոսքերս հետ եմ վերցնում։ Հավասար սիրում եմ։ Շատ լավ, այսա ուտեմ մի հատ էլ տենց ասեմ ոնց էր։